Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու։ Լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Թագավորի կառավարիչները ուզում էին հեռացնել Դանիելին։ Վերջին ասեկոսեները լսել ես։ Իհարկե, Դանիելը ամբողջ թագավորության մեջ երկրորդ հզորագույն մարդն է լինելու։ Մենք պետք է նրան ցածրացնելու պատճառ գտնենք։ Դա հեշտ չի լինելու։ Ինչ կասես, եթե ինչ-որ բան մտածենք նրա հավատքի հետ կապված, նա իր Աստծուն օրվա մեջ 3 անգամ աղոթում է։ Մենք կարող ենք դրա դեմ նոր օրենք մշակել, ներկայացնել թագավորին և… Ինչի համար։ Դանիելը երբեք ոչ մի բան չէր արել այս մարդկանց։ Աստված նրան բարձր դիրքի հասցրեց, և սա էր մյուսներին տանջում, նրանք նախանձում էին։ Հիմա արա գնանք թագավորի մոտ։ Նա դեռ պետք է նոր օրենքը ստորագրի։ Դարե թագավոր, բոլոր կառավարիչները կարծում են, որ դու, ով թագավոր, պետք է նոր օրենք ստորագրես, ըստ որի առաջիկա 30 օրերի ընթացքում այն մարդը, ով ձեզանից բացի այլ մարդուց կամ Աստծուց որևէ բան խնդրի, պետք է առյուծների գուբը նետվի։ Թող այս օրենքը հանրայնացվի և ոչ ոք չի կարող այս օրենքը փոխել։ Թագավորը նոր օրենքի մեջ չարությունը չտեսավ և ստորագրեց այն։ Սակայն Դանիելի կյանքում Աստված միշտ առաջին տեղում էր, և նրա համար այդ օրենքը ոչինչ չփոխեց։ Նրա թշնամիները տեսան նրան աղոթելիս։ Դարայ թագավոր, դու նոր ես օրենքը ստորագրել, որ արգելում է որևէ մարդուց կամ Աստծուց ինչ-որ բան խնդրելը։ Այո, ճիշտ է։ Մենք տեսել ենք, թե ինչպես է Դանիելն իր Աստծուն օրվա մեջ 3 անգամ աղոթում։ Դրա համար նա պետք է առյուծների կեր դառնա։ Դանիելը… Թագավորը սիրում էր Դանիելին և ուզում էր պաշտպանել նրան, սակայն օրենքն օրենք էր։ Դանիել, թող քո Աստվածը քեզ օգնի։ Իսկ հետո նրանք Դանիելին առյուծների գուբը նետեցին։ Թագավորն ամբողջ գիշեր չքնեց, հաջորդ առավոտ նա դեպի առյուծների գուբը շտապեց։ Դանիել, քո Աստվածը քեզ պաշտպանեց։ Ով արքա, հավիտյան ապրիր, իմ Աստվածը հրեշտակ ուղարկեց, ով առյուծների բերանը փակեց, որ ինձ չվնասեն։ Թագավորը շատ ուրախ էր իմանալով, որ Դանիելը դեռ ողջ է, և հրամայեց, որ նրան դուրս հանեն գուբից։ Դանիելը ոչ քերծվածքներ ուներ, ոչ էլ վնասվածքներ։ Հրաշք Աստծուց։ Դանիելը մեծարվեց, իսկ նրա թշնամիները նետվեցին առյուծների գուբը։ Իմ ամբողջ թագավորությունում բոլորը պետք է մեծարեն Դանիելի Աստծուն։ Նա կենդանի Աստված է, ով փրկում և օգնում է։ Կենդանի Աստվածը քեզ նույնպես կպարգևատրի իրեն հավատարիմ մնալու և հավատալու համար։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։